Զրուցակիցս Դավիթ Համբարձումյանն է, պատիվ ունեմ խմբակցության և հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան։ Պարոն Համբարձումյան, ես պետք է սկսեմ իմ հարցազրույցը, մեր զրույցը ձեզ շնորհավորելով, որովհետև մենք կարծես հանգեցինք մենք շատ կարևոր փուլի, որտեղ ի վերջո պատիվ ունեմ Հայաստան ընդդիմադիր երկու խմբակցությունները եկան մեկ ընդհանուր համոզման, որ պետք է տեղի ունենա իմպիչմենտի գործընթաց եւ այդ գործընթացում թեկնածուն պիտի լինեք դուք։ Ես կխնդրեմ այս առումով ձեր գնահատականը տալ։ Ես միշտ խոսել եմ, որ նախ եւ առաջ պիտի ընդդիմադիր ուժերը միավորվեն, որպեսզի իմպիչմենտի գործընթացը ունենա հաղթական ավարտ եւ հաջողություն գրանցի։ Ես կոնկրետ հայտարարությունը չեմ լսել, չհասցրեցի լսել եւ լսել եմ լրագրողներից, որ Հայաստան դաշինքը այո միացել է իմպիչմենտի գործընթացին։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, շատ նորմալ եմ վերաբերվում եւ բնական եմ համարում այդ միասնությունը եւ հույս եմ հայտնում, որ իմպիչմենտի գործընթացին միայն ստորագրություններով չեն միանալու, հույս ունեմ, որ պիտի բոլոր պրոցեսներին մասնակցություն ունենան մեր ընդդիմադիր գործընկերները, որպեսզի իմպիչմենտի գործընթացը հաջողի։ Եվ ես այո հավատում եմ, որ իմպիչմենտի գործընթացը հաջողություն է ունենալու եւ մենք հասնելու ենք հաղթանակի մինչեւ 2026 թվականի ընտրությունները, չենք սպասելու այդ ընտրություններին։ Այսինքն կարող ենք ասել սկսվում է մի գործընթաց, որի արդյունքում մինչև 26 թվականը մենք կմնանք ի վերջո կազատվենք Նիկոլ Փաշինյանից եւ կգնանք ընտրությունների Դավիթ Համբարձումյանով։ Այո։ Բայց ինչ պիտի անենք, ասեք մի քանի քայլեր, թե դեռ ասել եմ, հիմա էլ ասեմ, բոլոր սահմանադրությունով նախատեսված գործիքները կիրառելու ենք վարչապետին սկզբից անվստահություն հայտնելու համար, կլինի դա փողոցային պայքար, կլինի, չգիտեմ, այլ գործիքներ, որոնք որ մեզ սահմանադրությունը թույլ կտա, այո, ժողովրդի համախմբում, բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբում եւ դրա արդյունքում մենք կունենանք իշխանափոխություն։ Անընդհատ շեշտվում էր այս ամիսների ընթացքում Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի կողմից, որ պետք է փողոցը եւ իմպիչմենտի գործընթացը խորհրդանում։ Շատ ճիշտ են ասել իմ գործընկերները եւ կարծում եմ, որ զուգահեռել կլինի։ Այո, դուք կարծում եք ժողովուրդը, որն այսչափ հիասթափված է, հուսահատված է, դուրս է գալու։ Երբ որ տեսնի ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա, հասկանա, որ գործընթացը բավականին լուրջ է եւ նպատակ ունի իշխանափոխության, վստահեցնում եմ ձեզ, որ մեր ժողովուրդը շատ արագ համախմբվի եւ գործողությունների մասնակից կդառնա, որը կնպաստի իմպիչմենտի գործընթացի հաղթական ավարտին։ Շատ պարոն Համբարձումյան, մեկ հարց եւս քիչ առաջ ես զրուցում էի այստեղ մասնակից անձանցից մեկի հետ, ինքը ասում էր, որ Դավիթ Համբարձումյանը այն անձն է, որի անվան տակ կստորագրեն եւ կմիանան նրան անգամ ՔՊ-ականները։ Քանի անգամ արդեն ասել են դրա մասին, ես նորմալ եմ վերաբերվում։ Այսինքն դուք ունեք այդ հնարավորությունը, որ ՔՊ-ից, քաղաքացիական պայմանագրից պոկեք գոնե մի քիչ արժանապատվություն ունեցող պատգամավորների։ Այո, ես իմ խոսքում ասել եմ, որ այդտեղ կան նման մարդիկ։ Եվ նորմալ եմ համարում, որ այդ կարծիքը կա արդեն ձևավորված եւ հավատում եմ, որ կլինի։ Աշխատանք է արվել մինչև հիմա։ Աշխատանք արվել է, արվում է եւ արվելու է։ Քիչ չէ, 20 հոգի պետք է բերեք։ Այս դաշտ, մեր դաշտ, հայկական դաշտ, ինչպես ասում։ Կբերենք Աստված առաջ, Աստծով կլինի։